Ժորժան, Հայաստան այցի ժամանակ Ամերիկայի փոխնախագահի Վենսի կնքվեց հուշագիր հայկական կողմի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի կառավարությունը ընտրեց ատոմային մոդուլային տեխնոլոգիաներ ամերիկյան եւ 2036 թվականից հետո ըստ այդ պայմանավորվածության Հայաստանը պետք է ունենա մոդուլային ատոմակայան ամերիկյան տեխնոլոգիաներով։ Եվ նշվեց, որ իբր 9 միլիարդ դոլարի ներդրում է անելու Ամերիկան այստեղ, բայց հետո պարզվեց, որ չէ, հələ Հայաստանը պետք է վճարի Ամերիկային, որ մենք ունենանք այդ տեխնոլոգիաները, որ ամերիկան ստե կառուցի մոդուլային ատոմակայան։ Ժորժան, գիտեք հետաքրքիրը որն է, նախ 9 միլիարդ դոլար ես չգիտեմ մենք որտեղից ենք ճարելու, որովհետև Հայաստանի պետական բյուջեն ամբողջ տարվա 8 միլիարդ դոլար է, բայց հələ դա էլ անցնենք առաջ։ Աշխարհում չկա որևէ նմանատիպ օրինակ ամերիկյան մոդուլային ատոմակայանի, որը ունի էֆեկտիվ երկարաժամկետ գործունեություն, այսինքն դեռևս չկա այդ մի բանը, ամերիկյան բոլոր նմանատիպ պրոյեկտները եղել են տապալված, թե Յուտա նահանգում, թե այլ երկրներում, եւ հիմա մենք ուզում ենք ինչ մեծամորի ատոմակայանից հրաժարվել, փակել, հա, չունենալ նմանատիպ ատոմակայան, չշարունակել շահագործել, չվերանորոգել, չնորարարացնել եւ այլն, եւ ինչ ունենալ արդյունքում մշուշային ինչ-որ ծրագիր, որը դեռևս չունի նմանատիպ օրինակ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ժամանակին Ադրբեջանը եւ Թուրքիան հա պահանջում էին փակել մեծամորի ատոմակայանը, հիմա դա կարող է կյանքի կոչվել եւ ոնց որ գրում ենք այդ ճանապարհով Հայաստանի կառավարությունը ընտրել է այդ ճանապարհը։ Ժորժան, Թուրքիան Ռուսաստանի հետ կառուցում է Ակույու ատոմակայանը, իսկ մեզ պահանջում են մեզանից, որ մենք փակենք մեր ատոմակայանը։ Այսինքն չունենանք ատոմակայան եւ արդյունքում հələ հարցը ինչ մոդուլային ատոմակայան կլինի, կաշխատի, չի աշխատի, որովհետեւ հիմա հələ չի աշխատում աշխարհում որևէ տեղ, եւ ինչ անենք, էլեկտրաէներգիա առնենք Ադրբեջանից ու Թուրքիայից, հա, տենց է գալիս։ Կամ որ իրանք պահանջում են փակել այսքան տարի, ասելով որ Հայաստանը չպետք է ունենա ատոմակայան, այսինքն չունենանք մեր էներգետիկ ինքնուրույնությունը, չունենանք մեր էներգետիկ համակարգը, մնանք Ադրբեջանի ու Թուրքիայի հույսին։ Սա է, որը այսօր կյանքի է կոչվում, ցավոք սրտի այս ճանապարհով եթե գնում ենք, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությունը կատարվում է։ Իմ կարծիքով Հայաստանի կառավարությունը ընտրել է սխալ ճանապարհ եւ սխալ ռազմավարություն, որովհետեւ հրաժարվելով նորմալ ատոմակայանից մենք հիշում եք, որ նաեւ Նիկոլ Փաշինյանը ասում էր միավորենք էլեկտրահամակարգերը Ադրբեջանի եւ Հայաստանի, հիմա ինչ է ստացվում։ Հրաժարվելով նորմալ ատոմակայանից մենք մեր հույսը դնելու ենք Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, իրանցից ենք էլեկտրաէներգիա ստանալու եւ որքան դա երկարաժամկետ է, հեռանկարային է եւ առհասարակ անվտանգային է, ինչը պահանջելու Թուրքիան ու Ադրբեջանը մեզանից մենք շատ լավ հասկանում ենք։